Լավ կլինի, որ բոլորս ասենք փառք Աստծուն, փառք Տիրոջը, փառք Տիրոջը, փառք Տիրոջը։ Իրանի քեզ հավատացյալ, որ այդ բոլոր խոսքերը քո սրտի մեջ թաքցրեցիր։ Թաքցրեցիր, դրա արդյունքը պիտի երևա, անպայման պիտի երևա, որտեղ Աստված ամեն ժամանակ գործում իր խոսքի միջոցով, այն խոսքը, որ կենտանի եւ զորեղ, ինչպես եղբայրները հորդորեցին։ Կարդում եմ ինձ համար եւ ձեզ համար, տենանք ինչ մարգարեն ինչ ասում Օվսյան մարգարացել է, Տեր իր բերանով խոսել է։ Հիմա այդ խոսքերը ինձ է ասել եւ ձեզ է ասել։ Կարդում եմ Օվսիա 5-րդ գլուխ 15 խոսքից։ Օվսիա 5-րդ գլուխ 15 խոսքից։ Աստված հետեւյալն ասում. Ես պիտի երթամ ու իմ տեղս դառնամ։ Ես պիտի երթամ ու իմ տեղս դառնամ։ Մինչև անոնք իրենց հանցավոր լինելը խոստովանին։ Իրենց հանցավոր լինելը նշանակում իրանց մեղավորություն, իրանց հանցանքները խոստովանվին ու իմ երեսս փնտրեն, երբ նեղության մեջ մտնեն, զիս կանուխ պիտի փնտրեն, երբ նեղության մեջ մտնեն, ինձ կանուխ պիտի փնտրեն։ Ուրեմն Աստված հետարքիրը գնում իր տեղը, սպասում է մինչև մարդը իր մեղքը ճանաչելով խոստովանվի, զղջա։ Կարդում ենք նորից եմ ասում ծննդոց, որ այդ մասին դուք լավ գիտեք։ Տերը օգնում է մարդկանց, որ մարդիկ իրանց մեղքը ճանաչեն։ Սուրբ Հոգին գործում է, որպեսզի մարդը իր վիճակը ինքը կարողանա տեսնել։ Սա ծննդոց 4-րդ գլուխ կարդում եմ 9-րդ խոսքից։ Անձամբ մարդը չխոսեց, Աստված անձամբ խոսեց Կայինի հետ։ Ուրեմն 4-րդ գլուխ ծննդոց 9-րդ խոսքից։ Եվ Տերը Կայինին ասեց, ուշադիր եղեք. Ուր է քո եղբայր Հաբելը, հարց է տալիս։ Ուր է քո Հաբել եղբայրը։ Եվ անիկա սավ, տենակ ինչ ասեց. Չեմ գիտեր, միտե ես իմ եղբորս պահապան եմ, միտե ես իմ եղբորս պահապան եմ։ Եղբայրներ քույրեր, մարդը չի խոսել Կայինի հետ, մարգարե չի եղել ժամանակ, Ադամ Եվան չեն խոսել, անձամբ Աստված խոսեց Կայինի հետ, հետարքիրը, Կայինի հետ խոսեց, բայց ինքը ինչ արեց, ուզեց մեղքը ծածկել, չեմ գիտեմ, ես խիրապահապան եմ, ես խիրակողքին եմ եղել, բայց ինքը սպանեց։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, գիտեք ինչքան կարևոր է հավատացյալը, որ կարողանա իրոք որ ճանաչել իր մեղքը, հանցանքը, ինչքան դեպքեր են եղել։ Վերջերս մի տեղ են գնացել ռավ վերջը մի ուրիշ քաղաք, վերջ ասենք Հայաստանի։ Մի անձնավորություն մոտեցավ, եղբայրներից մեկը, որ ինձ հետ էր, ասեց կան հավատացյալներ, շարունակ տարիներ գնում են պաշտամունքի, բայց իրանց կյանքում փոփոխություն չի լինում, նույնն է մնացել։ Այդ կինը մոտեցավ ինձ, ասեց ուզում եմ քեզ հետ խոսեմ։ Ասեց տեղ հովիվ կա, մոտեց, ասեց չի անձամ, քեզ հետ եմ ուզում խոսել։ Գիտեք ինչ ասեց, մարդը իրանը չի ասում։ Միշտ սովորաբար որ գալիս են խոստովանության, իրանց ուրիշների մեղքն են ասում։ Իրանցը վերջում կարող է թեթև ինչ որ բան ասեն։ Եվ գիտեք ինչ ասեց։ Ասեց իմ երեխաներ ինձ ատում են։ Իմ երեխաներ ինձ ատում են։ Հիմա հնարավոր է մեկը կարողան ասել, վայ, ինչ մեղսալի, ինչ դժվար վիճակի մեջ ես, այ քուրջան, որ քո երեխաները քեզ ատում են։ Հարցեց ասեց ամուսինդ կաք, ասեց բաժանված եմ, Ռուսաստանը քանի տարի բաժանված եմ։ Հարց, ինչի են ատում քեզ։ Ինք իր մեղքը չէր ասում։ Ընդամենը երեխեքի մեղքն ասում, որ ինձ ատում են։ Ասի վերջերջով կապված ես ուրիշ հետ, ասեց այո։ Ասի բա ինչ պետք է անեն, պետք է ատեն, բա ինչ պետք է անեն։ Հիվանդությունների մեջ եմ սարսափելի։ Գիշերները սատանայի ուժեղ հարձակումները գալիս, հնարավոր չի նման բաներ չլինեն։ Եղբայրներ քույրեր, եթե նայում եք Սուրբ Գիրքը ճշմարտությունն է, ինչի պետք է հարձակումներ լինեն, ինչի պետք է տանիք ատի քեզ, որովհետև մեղքի կյանք ես ապրում, որ երեխան այդպեսի մորը կսիրի, որ ով կսիրի, որ այդ մեղքի կյանք ապրում է։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, ինչ եմ ուզում ասել։ Հիշում եմ նման մի դեպք, պարտավոր եմ ասել, հայ էլեկտրոգործանը, որ աշխատում է, քանի տարի մենք Պերևի ժամանակ տներ, ծերեթելի տներ կան, կվարտիրաներ, քանի հավատացյալների տներ կային։ Պերևի ժամանակ դուրս են գալիս աղոթքի, նորից գնում ենք հասնում ենք աշխատանքի։ Ճաշարանը գալիս ենք շուտ հաց ենք ուտում գործարանի, որ շատ ժամանակ ունենանք աղոթքի։ Նստած եմ արդեն ու հաց պիտի ուտեմ, մի հատ կին էր վերեց իր տալերկանները դրեց, մեկը լսեց տղամարդու վատ խոսքեր ասել։ Երբ որ վատ խոսքեր ասեց, ես նկատեցի, որ մանավանդ դաչած բաներ կա ձեռքի վրա։ Ասի այ քույրի ջան, ասի, վախեցի Աստծուց, որովհետև դժոխք կա, մեղք մի գործի։ Աստծուց վախեցի, մեղք մի գործի, դժոխք կա։ Գիտեք այդ կին ինչ պատասխանեց։ Ասեց դու այնպես ես մեղավոր կին եմ, ինձ դժոխքն չի ընդունի։
Դոպատե հավատացյալ այդպես իր մեղավորությունը ճանաչի հասկանա։ Եղբայրներ, քույրեր, հարց, քանի տարի անցել էր, ով հիշում։ Երբ որ Հոսեփի եղբայրները իրանց մեղքը խոստովանվեցին, մոտարապես քանի տարի անցավ, մոտ 20 տարի երևի։ Մոտարապես 20 տարի իրանք իրանց մեղքը ծածկեցին։ Իրանց հորը տենում էին հոր ողբը, հայրը չէր կարող մխիթարվել, չէր կարող։ Վերջերով ամենասիրելի երեխան էր Հոսեփը։ Վերջը պատմության էր կար իր համար։ Եվ ինչ եղավ։ Նա չէր կարող մխիթարվել, ինչպես այսօր կան, որոնք երիտասարդ երեխաներ կորցրեցին, չեն կարող մխիթարվել, գիտեք։ Ոչ թե միան անհավատներն այդպես մեր հավատացյալի մեջ էլ կան, որոնք չունեն այդ մխիթարությունը, չունեն։ Երիտասարդ երեխային կորցրել։ Բայց ինչ կատարավ, նայեք տեսեք։ Հիմա տեսեք ինչ կատարվա։ Երբ որ Աստված Հովսեփի միջոցով գծեց նեղության մեջ, ինչպես կարտացինք, երբ որ մարդ նեղության մեջ ընկնում, կանուխ է կանչում, սրտանց է կանչում Տիրոջը, մեղա է գալիս Տիրոջ առջև, ինչ կատարված։ Կարդում եմ ինձ համար, ձեզ համար։ Ծննդոց 42-րդ գլուխ, Ծննդոց 42-ի 11 խոսքը։ Երբ որ Հոսեփը գծեց նեղության մեջ, եղբայրներին ինչ ասեցին սկզբից։ Մենք ամենս մեկ մարդու որդիներ ենք, մենք շիտակ մարդիկ ենք։ Այդենց էին, հա։ Մենք, այսինքն ուղիղ մարդիկ ենք, մենք լրտեսներ չենք։ Մենք ուղիղ մարդիկ ենք, ասում ենք յուղից մարդ չկա, վերջը։ Մենք ուղիղ մարդիկ ենք, ո՞նց հասկանանք։ Դե Հոսեփին չեն ճանաչում։ Մենք դուզ մարդիկ ենք, լավ մարդիկ ենք, այսինքն եղբայրներ, քույրեր։ Հոսեփը նորից գցեց դժվարության մեջ, նպատակ Աստված որ նեղության մեջ դուր է տալիս, մարդը որ կարողանա իր մեղքը ճանաչել, իր վիճակ հասկանալ, նայ տեսեք, նույն գլխի կարդում ենք, նույն եղբայրները այդտեղ ասում են, շիտակ մարդիկ ենք, հիմա նույն գլխի կարդում եմ 21 խոսքից ու իրար ուսեցին, ամեն մեկը մեկին ասում էին, իրավցնե մեր եղբոր վրայով հանցավորենք, մեր եղբոր վրայով հանցավորենք, վասն մենք տեսանք անոր հոգի նեղությունը ու երբ ինքը մեզի աղաչեց ու մտիկ չրինք, աղաչելը մի արեք այսպես բան, անոր համար այս նեղությունը մեր վրա եկավ, այո, այդ նեղություն եկավ, որտեղ մենք հանցավոր ենք, բա միջև ինչ են ասում։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, ես մի բան կարող եմ ասել ու շատ եղեք հավատացյալներ, այն հավատացյալը, որ իրոք որ ծածկում իր վիճակը, Տերը թույլ է տալիս նեղություն, Տերը թույլ է տալիս փորձություն, վերջ նպատակը, որպեսզի վերջին չլինի, որ կարող է իր մեղքը ճանաչել։ Այդքան հեշտ չի, գիտեք, ես մի բան խնդրեմ ձեզ։ Ինչն է պատճառը, որ ընտանիքում դժբախտություն է լինում, բաժանություն է լինում, նեղություն է լինում, խնդրեմ է լինում, գիտեք ինչ համար։ Նրանք, որոնք իրավիճակը ծածկում են։ Միշտ էլ սովորաբար ես եղել ասել եմ։ Տեր Հիսուսը օրինակ բերեց Փարիսեցի Մաքսավորի աղոթները։ Տեսնում եք, լսեցեք, չէ՞։ Փարիսեցի Մաքսավաղոթքը։ Ինչ էր անում Փարիսին, ինչ էր անում Մաքսավորը։ Փարիսեցին ինչ էր անում։ Իր կուրծքը ծեծում էր, չէ՞։ Թե Մաքսավորն էր։ Մաքսավորը կուրծքը ծեծում էր, Փարիսեցին չէ։ Նա իր կուրծն է ծեծում, նա ուրիշի կուրծքը չէր ծեծում։ Այն հավատացյալը, որ ուրիշի կուրծն է ծեծում, նա չի կարող արդարանալ, երբեք չի կարող։ Ով իր կուրծքը ծեծի, նա կարտարանա։ Եղբայրներ քույրեր, կուրծը ծեծի։ Եթե մենք անդրադառնում ենք բան ժամանակ Մովսեսի եղբոր Ահարոնի ժամանակներում, տեսեք ինչ կատարվա։ Նույն Ելից գրքում կարդում գրված է, Ելից գրքում 32 խոսքից, որ Ահարոնը թույլ տվեց կուրծք սարքելու, ոսկե հորձ սարքելու, եւ ինչ եղավ։ Եվ ասում է ժողովուրդը տեսնելով, ու շատ եղեք տեսին չէ, ով թույլ տվեց։ Եվ ժողովուրդը տեսնելով, որ Մովսեսը ուշացավ լեռնեն իջնելու, ժողովուրդը Ահարոնի քով ժողվեցան, Ահարոնի քով ժողվեցին եւ ասին անոր. «Ելի մեզի աստվածներ շինե, որոնք մեր առջև են երթան, քանզի այն Մովսեսը մեզ Եգիպտոսի եկնեն հանող մարդը չեն գիտեր թե ինչ եղավ անոր»։ Եվ Ահարոնը ինք առաջարկեց ու շատ եղեք։ Այս խոսքը նայեք։ Եվ Ահարոն սավ նրանց. «Ձեր կիներուն, ձեր տղակներուն, ձեր աղջիկներուն ականջակալներ եղած ոսկողեր հանեցեք եւ ինձի բերեք»։ Եվ գրվածը շարունակության մեջ չեմ ուզում բանանել, եւ ինչ արեց։ Գրվածը սարքեց տիպ, այսինքն շաբլոն կարող ենք ասել, եւ ինչ արեց, ոսկե հորտ եղավ, ֆորմա, ավելի ճիշտ ֆորմա, ոսկե հորտ եղավ։ Եթե մոզի լիներ, ֆորմեն, մոզի կլիներ, հորտ եղավ, ոսկե։ Հիմա տեսեք, ստեղ ինչ կատարվավ, եղբայրներ քույրեր։ Եվ կա ինչ կատարվավ, կարդում ենք հետարկերը։ Երբ որ սովորաբար 22 խոսքը, 22-ը, եւ Ահարոնը սավ թողի իմ Տիրոջ բարկությունը չբորբոքվի։ Դու գիտես, Ահարոնը իրան արտարացնում է։ Դու գիտես, որ այս ժողովուրդը չարին հակամիտյալ է, քսե ժողովրդի վրա։ Եվ ինձ ասեցին, թե մեզ աստվածներ շինե, որպեսզի մեր առջևեն երթան, վասնզի այն Մովսեսը մեզ Եգիպտոսի եկնող հանող մարդը չեն գիտեր թե անոր ինչ եղավ։
ու ես ասի անոնց, ով որ ոսկե ունի, թող հանե ու բերեն ինձի, եւ կրակը ձգեցի զայն ու այս հորթը ելավ։ Եղբայրներ քույրերից կլինի։ Այդ ոսկին գցեն կրակի մեջ առանց ֆորմայի որթ ելավ։ Տեսեք, ինքն իրան կարողացավ ինչ անեկցել մեղքը ժողովրդի վրա։ Ու գրված է, Աստված ուզեց Ահարոնին մերցնել ուշադիր եղեք։ Բայց վերջը Մովսեսը աղոտ կարեց, Աստված այդ բանը չկանեց Ահարոնին, չմեռավ Ահարոնը։ Աստված խղճաց իրան գտած։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, հոգևոր կյանքը միշտ այդպես է։ Մարդը, որ իր մեղքը չի ճանաչում, ինչպես եղբայր որդորեց, Եսային ասում էր վայ նրան։ Երբ որ Տիրոջ ներկայությունը եղավ, մարդը հասկացավ, որ այո, այդ վայը իրան է վերաբերվում։ Ոչ թե դեռ դիմացինին։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, դրա համար թող Աստված օգնի մեզ բոլորիս, շատ կարևոր է սա։ Ինչքան որ մարդը շուտ կոտրվեց, ինչքան շուտ խոնարհվեց, ինչքան շուտ զգավ, ընտանիք մեջ խաղաղություն է գալիս։ Ինչքան սովորաբար մարդ իր արտարություն առաջ բերեց, որ ես եմ ճիշտը, միշտ այդպես եղել։ Միշտ այդպես եղել ընտանիքներում եւ եկեղեցում եւ դժվարությունները, որ սովորաբար մարդը, որը իր մեղք, իր հանցանքը չի ճանաչում։ Թող Աստված օգնի Քրիստոսով եղբայրներ քույրեր։ Իրոք որ եթե սուրբ գրքին մենք նայում ենք, Հոբի գրքում է գրված։ Ասում է, եթե մեկ իր մեղքը ճանաչելով պետք է ասես մեղա եմ, որտեվ ես մեղք գործեցի, դա ինձ օգտավետ չեղավ։ Եվ Աստված ասում է իր կյանքը լույս ուղարկում։ Կյանքը երկարացնում է, եղբայրներ քույրեր, քիչ դեպքեր չեն եղել։ Թեկուզ հավատացյալ լինելով, մեր սեր եղբայրն ասում է, սովի ժամանակ ասում է իրոք, որ դժվար ժամանակներում նեղություն էր։ Մի քույրիկ սովորաբար մեղքի պատճառով ընկել էր ծանր հիվանդության մեջ։ Արդեն պետք է մյուս հանավատների ման ինքն է մեռներ հիվանդությամբ։ Ասում է, որ գնացինք, խոսքեցինք հետը, ընդունեց իր մեղքը, զղջաց, խոստովանվեց, Աստված իրան կյանք տվեց, երկար կյանք ապրեց։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, Հոբի գրքում այդպես կա գրված։ Եթե մեկն արդեն ասում է, երբ որ իր առազնը ճանաչում, եւ ինքն ասում է, այո, ինձ օգտավետ չի եղել, ես մեղք եմ գործել, որտեղ մեղքի վարձքը մահ է։ Մեղքի վարձքը մահ է։ Եթե մենք անդրադառնում ենք, տեսեք, հայտության մեջ տեսեք, իրոք որ Տիրոջ մոտեցման կերպը ինչպես է։ Այդ մասին ուզում եմ կարդալ բոլորիս համար։ Սա գրված է հայտության երկրորդ գլուխ 20 խոսքից։ Սա Թևատրի եկեղեցու համար է գրված 20 խոսքը երկրորդ գլուխ։ Բայց քեզի դեմ բան ունեմ, որ թող կուտած Եզաբել կինը, որ ինքն իրեն մարգարեույք անվանե, եւ իմ ծառաներս մոլորացնելով կսովորացնե անառագություն ունել եւ կուրկերու զովացներ ուտել։ Եվ ես անոր ժամանակ տվի, ուշադիր եղեք, ժամանակ տվի, Տերը ժամանակ է տալիս, որ իր անառագության վրա ապաշխարե, ու գրված է չապաշխարեց, ահա ես զանիկա անկողինը պիտի ձգեմ, այսինքն հիվանդությամբ պիտի ձգեմ, եւ անոր հետ շնություն եղողները, եւ մեծ նեղության մեջ, եթե իրենց գործերու վրա չապաշխարեն, նորի շարունակում է, եւ անոր զավակները մահով պիտի սպանեմ, Աստված ասում, զավակները մահով պիտի մերցնեմ, նպատակը ինչի համար, ու բոլոր եկեղեցիները պիտի գիտնան, թե ես անեմ, որ երիկամուկները ու սրտերը կքննեմ, եւ ամեն մեկուն ձեր գործի համեմատ հատուցում պիտի անեմ, ամեն մեկի իր գործի համեմատ։ Տեսեք Աստված ինչքան պատիժներ տվեց, նպատակը որպեսզի մարդը ապաշխարի մեղքից դառնա։ Եղբայրներ քույրեր, եղել է Ռուսաստանում մի հատ եղբոր ժամանակին լավ քարոզիչ եղբայր եղել։ Վերջը մեծ մեքենա է քշել, ասել են թողել է Տիրոջը, մեղքերի կյանք ապրել, սարսափելի մեղքերի։ Իր համար եղել է մարգարեություն, ասել է 3 օրից հետո չապաշխարես, քեզի մեծ բան է սպասում։ Այդպես է լինում, չի ապաշխարում։ 3 օրից հետո վթարով, ասում է, ժեշտերը կտրտե հանե տարան թաղեցին, ասում է, այդ եղբորը։ Տերը զգուշացնում է։ Դուք հիշում եք այդ դեպքը։ Տերը խոսեց, Աստծո մարդ եկավ հեղին ասեց, հեղի, Աստված դատ է անելու։ Փոխանակ հեղին ասեց, այո, զղջան կապաշխարենք, իր որդիներ շատ ծանր մեղքեր են գործում։ Քահանությունից հաներ դա կներ արտարություն, բայց ինչ կատարվեց։ Սամվելի միջոցով Տերը խոսեց, որ ինքը նորից ապաշխարի իր ընտանիքը, երեխեք ապաշխարի, չեղավ դա, չլսեց, բանի տեղ չդրեց։ Եվ ինչ կայղավ։ Պատերազմի ժամանակ երկու տղաներն էլ մահացան, վերջ կին էլ իմացան իմանալով, որ Տեցնուճան մահացավ, ինքն գավ հիզը կոտրվա մահացավ, տապանակը գերի տարան թշնամիները, տապանակը գերի տարան։ Եղբայրներ քույրեր, մեղքի վարձքը մահ է, զգուշ եղեք։ Ես մեկ ասում եմ, ոնց որ դու օծի հետ խաղաս, կարիճի հետ խաղաս, գիտես, օսանք հետ խաղաս, որ կարող է գնճարես սպանել քեզի։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, կան դեպքեր, որ մարդը դեռ չի ճանաչում իր մեղքը։ Դրա համար միշտ խնդրեմ է լինում, միշտ դժվարություններ լինում, եղբայրներ քույրեր, միշտ նեղություն է լինում տանիքին, միշտ սովորաբար արխաղաղություն է լինում տանիքի մեջ։ Դրա համար կան հավատացյալներ հիմա էլ կան ձեր մեջ, եթե ասում չկան։
Որոնք կործած խաղաղությունը գալիս են ասում են խաղաղություն ձեզ, խաղաղություն ձեզ։ Եթե չունես խաղաղություն, ո՞նց ես ասում խաղաղություն ձեզ, հա՞։ Չունես խաղաղություն։ Կործրես քո խաղաղությունը։ Ուրախություն չկա, քո մեջ ասում ես խաղաղություն ձեզ եղբայրներ քույրեր։ Եղբայրներ քույրեր, շատ լավ կլինի որ անկեղծ լինենք։ Հիվանդը որ գում է բժշկի անկեղծանում է։ Մենակ գիտես այն մարշարները որ կան, ինչ ավելի բարձր ինչ են ասում դրանց, ուսինուց են ասում ինչ են։ Մենակ գիտեք ումն եք հնազանդում։ Գիտեք ումն է խելոք լսում։ Մենակ բժշկին խելոք լսում են։ Ուրիշներին պրեզնատ չեն գալիս։ Բժշկին խելոք լսում են, բժիշկն ասում է, այսպես կանես, այս դեղը կօգտագործես, խելոք երեխո նման։ Եղբայրներ քույրեր։ Աստված թողնի շատ կարևոր է։ Անկեղծանալ Տիրոջ առջև, անկեղծացեք իր առջև։ Գիտեք ինչ, մեկ Աստված սիրելով ձեզ, մեզ սիրելով, ինչ որտեղ Աստված թույլ կտա նեղություն, որպեսզի մենք կանուխ Տիրոջ երեսը փնտրենք, անկեղծանանք։ Շնորհքը գա մեզ վրա, եղբայրներ քույրեր, շնորհքը։ Ես մի բան եմ խնդրում ձեզ, այն հավատացյալը, որ դեռ հələ մարմնավոր հավատացյալ է, միշտ էլ խնդրեմ է լինելու, միշտ էլ դժվարություն է լինելու։ Նյութականի վրա, մի բանի վրա միշտ է վիճաբանություն, դժվարություն կռև է գնում։ Հոգևոր մարդ այդպես չի։ Հոգևոր մարդը գիտեք ինչ ասում։ Երբ որ Հակոբը չհանդիպեր Տիրոջ հետ, Հակոբը չհանդիպեր, 7 անգամ իր աղբուր առաջ չէր խոնարհվի։ Երբ նա Տիրոջ հետ հանդիպեց, 7 անգամ խոնարհվեց, կանայ գնացին խոնարհվեցին Եսայի մոտ։ Երեխաները գնացին խոնարհվեցին։ Այդքան տանջվեց չարչար գիշեր ցերեկ անասունները ձեռք բերե։ Ինքը չէր անասունները այդքան տար նվերներ։ Դա միայն հոգևոր մարդը կարող անել։ Հոգևոր մարդը։ Իսկ մարմնավորը կարող է միշտ խնդրեմ սարքել, միշտ վիճաբանություն։ Այսպես անենք։ Ինչքան դեպքեր կա ձեր կյանքում։ Չի եղել նման դեպք։ Հարսի ձեռքից մի բան եկեք կոտրվել է։ Վայ, տունս քանդեցի, պարզա, տունը քանդեցի։ Փոխանակ ասի, հով հոդիդ բան չեղավ, որ միտեղ չփաթրվեց, մի բան չեղավ, տունս քանդեցի։ Այդ քույրիկ ասում են, քույրիկ ջան ասում են, ուզում ես երկին գնա տարեց քույրիկի։ Ասում է, բա ո՞նց չեմ ուզում, բա իմ տունը ումն է մնալու։ Իմ տունում պիտի մնա։ Եղբայրներ քույրեր, սիրտը մի կապեք ոչ մի, Ղովտի կնոջի հետ մի կապեք, աղարձան ենք դառնալու։ Քրիստոսով եղբայրներ քույր ժամանակն է։ Մենք շատ անգամ ասում ենք Տիրոջ գալուստը մոտ է, բայց նայելով մեր կյանքի, մեր առօրյա մեր գործերին ցույց չի տալիս, որ մենք սպասում ենք Տիրոջը։ Չեն գտեն չի երևում։ Եղբայրներ քույրեր, պատրաստ լինենք։ Սրբության զարդարանքով պիտի կանգնենք Տիրոջ առջև։ Անբիծ անըրատ եկեղեցին պիտի կանգնի։ Փորձենք միշտ մաքրվելու, զիջեք։ Հոպի գրքում մի հատ լավ համար կա։ Հոպի գրքում մի հատ լավ համար կա։ Եղբայրներ քույրեր, գիտեք ինչ հետարքիր համար է, սա ասեմ ձեզի, աղոթքից առաջ ուղղակի Աստված օգնի, սա շատ հետարքիր համար է։ Հոպի 13:5-ում գրված է, 13:5-ը, գնացեք միշտ տուն կարտացեք։ Հոպի 13:5-ը, էսի ներքին հայելի է։ Միշտ այդ հայելին օգտագործեք, որ տեսնեք մեր վիճակը ինչպես է։ Երանի թե բոլորովին լուր կենայիք։ Դենակ դու ինչ ասում։ Երանի թե բոլորովին լուր կենայիք։ Եվ այս բանը ձեզի իմաստություն պիտի սեփվեր։ Տեսեք, սա ձեզի իմաստություն պիտի սեփվեր համարվեր։ Դուք խելացի կլնեք։ Դուք իմաստուն կլնեք, եթե համբերեք։ Ինչքան կա, ինքան եղել է քույրին ասում եմ, քույրի ջան, ինչքան ես խոսում տան վրա, ամուսնու վրա, խմում, երեխեն էսպես է, երեխեն չի ապաշխարել, խմում։ Ինչքան կարաս խոսը մեկ այդ լեզուն չի օգնի։ Եթե հանկարծեր քոկնի դնի սարջերի մեջ թող մի քիչ թարմանա, էլի չի լինի։ Եղբայրներ քույրեր, խնդրում եմ ձեզի։ Իմ աղաչանքն է շատ մի խոսացեք, աղոթք արեք։ Վերաբերմունք ցույց տվեք։ Երանյան մարդուն որ լուր է մնում, սա քեզ իմաստություն է համարվում։ Խելացի։ Զգաս դրա արդյունքը, անպայման։ Եվ կտեսնեք վկան քեզ վկային կասեն, մամջա փոխվել ես ոնց որ փոխվել ես։ Իմ բանը մի հատ նորի ծառ կար մեր բայգում։ Խարավոր խաղ էր բան, տիկինս ասում է թորնիկներին բան, տղայսան մամիկան որ սինթեզատորի մանուագում։ Ասում է ժամանակ փոքր էր, մի արեք, ձեռ մի տվեք, երբ որ հասունան լավ կլի։ Երբ որ հասուն ասում է մամիկոն ջան ասում է գնա լավ նոր բեր կտրեմ երեխեք մյուս երեխեքով ուտեք։ Գնում մի հատ բերում է, ասում մի հատ էլ գնա բեր։ Մի հատ էլ բերում մակրում ուտում են, ասում մի հատ էլ գնում է։ Մեկ էլ դրամոդից մի քիչ հեռանում գալիս sense նայում ասում է տատի ոնց որ աչքից դու չես, ուրիշ ես դու ասենք փոխվել ես։ Այն վաղ արկելը մեսիվա լրիվ ուրիշ ես։ Երեխաները նկատում են մամայի փոխվելը։ Երեխաները ջոգող են։ Մաման գործանելուց գալիս երեխան ասում է մամ ջան ասում է վայ ասում է արդեն նկատում եմ մազերը սպիտակում է, մազերը սպիտակում է։ Երբ մամանը գիտեք արետը բաց չի թողնեմ, հա, տենում ես բալիկ ջան, տենում ես այ քանազանդության պատճառով, չլսելու պատճառով մազերս արդեն սպիտակել են, մեկ էլ երեխան ինչ ասի լավ է։ Վայ մամ ջան, ես ասում եմ տատիկի մազերը խել է սպիտակել։ Տեսեք ոնց է բռնստում։ Թող Աստված օգնի։ Հիմա ժամանակն վաղ ուշ կլինի։ Ինչ իմանաք վաղով ննջելով մնալու է, եղբայրներ քույր հարցեր լուծեք։ Հարցեր լուծեք, մեղքը խոստովանվեք։ Իրար ներեք իրար։
10,000 տաղանդը ներես տերը, բայց 500 դարեկան չներից, որը 40-50 դոլար էր։ Իսկ 10,000 տաղանդը մի քանի միլիոն դոլար էր։ Ով գրված է չների, իրանց Աստված իրան չի ների։ Եկեք անկեղծանանք։ Հենց որ անկեղծացար, բժշկությունը կգա։ Հենց անկեղծացար, օրհնությունը հեղեղի պես կգա, որտեղ Տիրոջ գետը լիքն է ջրով։ Եկեք հիմա աղոթքի տեղ կտանք 100